Ինտերնետի հայտնագործությունը չփոխեց աշխարհակարգը, այն հարմար գործիք էր հեշտացնելու բոլորի կյանքը։ Բայց սոցիալական մեդիան հեղափոխեց ամեն ինչ։ Ինչպես ենք տեսնում ինքներս մեզ ու աշխարհը, ինչպես ենք սիրում, ատում, երկրպագում ու նախանձում։ Այն հեղափոխեց հենց հասարակությանը, ստեղծելով ոչ միայն նոր մասնագիտություններ, այլ նոր դասակարգեր։ Սոցիալական վերելակի տրամաբանությունը ձևափոխվեց։ Սոցմեդիան բերեց նոր իրականություն, վիրտուալ եւ նոր հերոսներ։ Հերոսներ, որ արմատապես տարբերվում էին նախորդ սերնդի դեմքերից։ Այստեղ էին նախորդ սերնդի դեմքերը՝ կոկիկ, գրագետ խոսքով, փայլուն, ոմանք նաև հեռուստատեսային աստղի կարգավիճակով։ Իսկ ահա այստեղ նորերն են, որոնք ունեն հեռախոս եւ ցանկություն, եւ յուրաքանչյուրը կարող է դառնալ այն, ինչ ուզում է՝ մարդ լրագրողից մինչև բլոգեր, ինֆլուենսերից մինչև վաճառող։ Սոցիալական ցանցերում հայտնի դառնալու համար նպաստում են բաց եւ անկաշկանդ վիդեոների հրապարակումը, մաքսիմալ էքսցենտրիկ լինելը, տարբերվող արտաքինը, երբևէ հաշվել ես ինչ արժեն երազանքներդ, որոնք հնարավոր են գնել, հանրային թեմաների նկատմամբ ակտիվությունը եւ իհարկե բնատուր գեղեցկությունը։ Армянский традиционный гата танцуем все. Բացի դրանից իհարկե պետք է ունենաս նաև հետաքրքիր պատմելու եւ ներկայացնելու կարողություն։ Հրապարակել բաց տեսարանով տեսանյութեր եւ գրավել ուշադրություն։ Այսպիսի կանայք եւ աղջիկները շատ են համացանցում։ Նրանք առաջարկում են իրենց բազմապիսի ծառայությունները։ Հաճախ կտեսնենք նրանց սթրեսային իրավիճակներում, սկանդալների էպիկենտրոնում, հայուախառն արտահայտություններով։ Մենք ընտրել ենք նրանցից ամենայուրահատուկին եւ հայտնիին՝ Queen 666-ին։ Անհնար է չտարվել նրա վիդեոներով, ունի մի քանի էջ, տասնյակ հազարավոր հետևորդ, շատ տղամարդկանց երազանքն է։ Մշտապես սկանդալների եւ խոսակցությունների կենտրոնում է։ Օրենքով իսկական գողերը իմ համար ոստիկանությունը ավելի պարզ նշել եմ ազգային անվտանգությունը, հասկացար ընկեր, տնկեմկեր։ Հագցրել եմ, որ չտեսնեմ բնակարանի համարը։ Բարև ձեզ, շատ ուրախ ենք ձեզ հանդիպել։ Կարելի է։ Դուր եկել ենք ձեզ հետ զրուցելու, ձեր սկանդալային վիդեոները տարածվում են քամու արագությամբ, մարդիկ երազում են ձեզ հանդիպել, տորերով սպասում են, պիտի։ Ովքեր չեն հասնում, միշտ քննադատում են ինձ։ Նրա անձի շուրջ տարատեսակ ասեկոսեներ են պտտվում։ Queen 666-ը համաձայնեց տալ իր առաջին ընդարձակ հարցազրույցը։ Իմ ամուսնուն ոչ ճանաչել եմ, ոչ իմացել եմ ով է, մենակ հիշում եմ, որ ինձ ասեցին, պետք է վաղը քո նշան դրեքն է։ Ու ես այսօրվա պես հիշում եմ, որ ես իմ հորը ասեցի, ես իրան ախր չեմ սիրում, պապաս ասեց, բայց դու ինչ ես հասկանում սիրել չսիրելուց, կամուսնանաս, կսիրես։ Ու տենց, որ ես ամուսնացա, իրոք իմ համար անսովոր էր այդ կյանքը կիսուր, կեսրար տունը, առավոտյան շուտ արթնանալ, ես ինքս փախել եմ այդ ամուսնուս տանից։ Դիանան ամուսնացել է 17 տարեկանում, հիմա 35 է, կրթությունը կիսատ է թողել, ընտանիքի բարեկամներից եւ ոչ մեկի հետ կապի մեջ չէ, 10 եւ ավելի տարիներ չի տեսել ընտանիքի անդամներին, ժամանակին մտերիմ էր քրոջ հետ, մինչեւ նա էլ խզեց կապը Queen-ի հետ։ Շատ էմոցիոնալ եմ ես։ Կներեք, բայց էմոցիոնալ եմ հիշելով կարոտով այդ ցավը սրտիս մեջ, այդ ապրումները, բայց հիմա չգիտեմ, տեսակ սառն եմ կյանքի հանդեպ դարձել իմ համար, իմ ընտանիքի, իմ սերի, իմ կարոտի, իմ երեխան։ Հայտնվել էի անկախ իմ կամքից մի հատ գայլերի մեջ, որովհետեւ երեխա ոչ մի բան չեմ հասկանում, ամեն մեկը ոնց ուզում տենց։ Ու տենց ինձ տարան կլուբում աշխատելու, հերու տեղ էին տարել, Ղարաբաղ էին տարել, հետո Մեղրի, հետո տենց եկա սկսա Երևանում աշխատել։ Դուռը փակում էին մեր վրա, գիշերը տանում էին աշխատանքի, էլի բերում փակում էին։ Ու ընդհանրապես ինչքան փող տային նորմալ էր, ոչ բողոքում են, ես իրոք չէի հասկանում այն ժամանակ կյանքը։ 3 տարի առաջ Դիանան մայրացավ, որդու ծնունդը համացանցը դիմավորեց քննադատությամբ, համարում են Դիաննային պետք է զրկել ծնողական իրավունքներից։ Ամեն ձև ոնց որ զենան ինձ նենց անեն, որ ես իմ երեխուց զրկվեմ, ցավացնեն, ինձ պրոբլեմի մեջ գցեն էլի, շատ են աշխատում իմ վրա։
Ինչու են ֆիքսվել քո վրա։ Որովհետև ես ինքս երբ որ սոցիալական հարթակում սկսեցի էջեր վարել, ես ոնց կամ այդպես եմ եղել, երբեք ձևական չեմ եղել, հորինված պատմություններ չեմ պատմել։ Համացանցը տակնու վրա արած Թագուհին անկանխատեսելի ֆլեշմոբ սկսեց կորոնավիրուսի ժամանակ։ Այդպիսի արտադրություն անկախ հանրապետությունը դեռ չէր տեսել, զրոական արժեքով, վաճառքի մեծ ծավալով։ Տարօրինակ առաջարկներ, որ ինձ ասում էին, մենք ուզում ենք քո լողացած ջուրը գնենք, ես սկսեցի այդպես վիդեո նկարել, Լողացած ջուրը։ Այո, այսինքն վաննայի մեջ որ կա ջուր։ Ես էլ վերցրեցի տենց վիդեո նկարեցի, որ վաճառում եմ, ճիշտ ասած 2 հոգի գնեցի։ Եվ ինչքանով գնեցի։ Փոքր օմոնով $50, մեծը 100, 250-ից գներ էի դրել։ Ահա եւ ձեր երկար սպասված լոգանքը, սիրելիներս։ Սա ուղղակի լոգանք չէ, լոգանքի ջուրը վաճառվում է։ Ջուրը կարող են գնել ոչ միայն տղամարդիկ, կարող են գնել կանայք, քանի որ ջուրը ունի կախարդական հատկություն, կանանց համար հատկապես։ Ձեր վիդեոներից եկեք դե չխափենք, չխափազացնենք, նենց է որ լսարանն էլ պատկերացնում է, որ դուք հանդիպումներ եք ունենում տղամարդկանց հետ։ Ես միշտ էլ ասում, այո, հանդիպումներ ունենում եմ, չեմ թաքցում, բայց ոչ բոլորի հետ։ Այդ դա ձեր երևի տարբերություն։ Մարդիկ մտածում են, որ ես փողի մեռած եմ, ինձ ով ասի փող, ես պետք է վազեմ։ Ոչ, իմ մոտ հակառակն է։ Իրանք պետքա փողը տան, բայց ես պետքա իրանց ընտրեմ։ Բայց ո՞նց ես մշակել այդ մոդելը կներես, բայց բոլորը Իրանք ինձ կան, որ ամիսներով, օրերով զանգահարում են։ Ես առաջի զանգից նշի որ գնում եմ հանդիպման։ Այսինքն դու առանձնահատուկ ես ում։ Ես օրերով իմ WhatsApp-ը չեմ պատասխանում, ընդհանրապես չեմ բացում։ Կարամ անգամ ցույց տամ, հիմա տեսնեք, քանի է չպատասխանած նամակ կա, մի 2 օրը հաստատ կա։ Այս ամենով Դիանան չսահմանափակվեց, բացեց Telegram-յան ալիք, բազմաթիվ հետևորդներ եւ քույնին վայել կոնտենտով ու գնացուցակով։ Ես որոշեցի ավելի թանկ Telegram-յան ալիք, ընդհանուր մինչև 1 բաժանորդագրություն եղել է $100։ Հիմա սովորական ալիքն եմ սարքել ավելի էժան, որ միշտ անվճար էին տեսնում, դա պետքա վճարովի տեսնեն։ Սոցիալական ցանցերը որքան Դիաննային դարձրեցին հանրային, այնքան մեծացրեցին նրա խնդիրները։ Նրա հետևորդները ժամանակ առ ժամանակ տեսնում են քույնին անհավասարակշիռ պահվածքով, ափերից դուրս եկած, որին նպաստում էին իհարկե տղամարդ պրովոկատորները։ Սախրանիկություն են անում։ Երբ որ ինձ զանգում են ամուսնացած կանայք ինձանից խորհուրդ են հարցնում, այդ իմ համար ամենավերջն է, ու իրանք միշտ զանգում են, իմ հետ միշտ կապի մեջ են, իմ հետ շփվում են։ Ինչ խորհուրդներ են հարցնում։ Տարբեր տեսակ, ամուսնու հետ կապված։ Օրինակ։ Շատ։ Արի չամաչենք։ Արի մի քիչ էլ բաց զրուցենք, հասկանանք ինչ ա ուզում, իսկ ճշմարտությունը քեզանից ենք։ Օրինակ, որ ասում է տուն չի գալիս, ասում է ընկերների հետ, ակո կարծիքով, ասում է վրից դուխու հոտ չեմ առնում, ոչ մի բան չկա, նամակները չկա, սենց էլի, բայց ասում է զգում եմ, որ սառել է, տենց կիսվում եմ էլի իրանց հետ, ասում մի հատ էս փորձի, մի հատ եմ փորձի։ Լինում է որ կանայք ինչ որ մեկ հետ հանդիպես ինը տենց թիրախավորի քեզ։ Ոայ շատ ա եղել, շատ։ Հետո ես ասեմ ավելին, եղել է որ նշանված են եղել, նշանը հետ ա տվել, հետո ես ամեն ինչ արել եմ, 2 տեց աղջիկ գիտեմ, ճիշտն ասած, հիմա իրանք ամուսնացել են, իրանց մոտ ամեն ինչ օքեյ է։ Վերջին տարիներին նա անցնում է մի քանի քրեական գործով, բայց դրանից ամենասարսափելին այն է, երբ նա կարծում էր, թե իրեն կզրկեն ծնողական իրավունքներից։ Երեխայի խնամակալի թղթեր, ես միանգամից մտածում եմ, երեխուն վերցնում են, ինձ է տանում են կալանավայր։ Ես տան տապուշկեքով երեխուն առանց շոր վերցնելու, առանց գումար, առանց ոչ ոք, ուղղակի փախել եմ։ Ու այդ ժամանակ իմ երեխան հիվանդացել խնդրի մեջ, ես գումար չունեմ ինձ մոտ, ընդհանրապես չկա ինձ մոտ։ Ոչ մի բան, երեխան շոր չունի, պամպերս չունի, ուտելիք չունի, ես ոչ ամաչեցի, ոչ էլ, որովհետև ես տունը չէի։ Ասեցի իմ հետևորդներին խնդրում եմ, ով կարա թող ինձ օգնի։ Թագուհին մի բանի համար է զղջում, կրթություն չի ստացել։ Առանց այդ ամենի մերօրյա Թագուհին իրեն կիսատ եւ զենքերը վայր դրած է զգում։ Դրանա ինչու է կարևորում կրթությունը։ Կրթությունը շատ կարևոր է։ Եթե մարդը կրթված չլինի, լիքը խնդիրներ այս կյանքում ունենում։ Օրինակ ես ինքս, եթե ես կրթություն ունենայի, լավ աշխատանք կունենայի։
Օրինակ ինտելեկտոս բարձր կլիներ, մակարդակս ավելի այս մարդկանց դեմ պայքարելու ճիշտ ձևով կպայքարեի, ոչ թե իրանց համապատասխան կհելնեի ինտերնետով։ Ես իմ սխալները ընդունում եմ, ճիշտ էլ ասում եմ։ Օրինակ շատ-շատերին եմ հելել, իրանց կռիվներ արել, պատասխանել սոցիալական հարթակում, ես դարձել եմ, այսպես ասած, սկանդալային շարդեմ, բայց իրանք մաքուր են մնացել, բայց իրանք են ինձ հրահրել։ Համացանցի ամենաինտրիգային հարցերից մեկը ով է Դիաննայի երեխայի հայրը, ասում էին, որ արաբ է, ապրում է Դուբայում, դրա համար էլ որդու անունը Ամին է, բայց ճշմարտությունն ավելի հայկական է։ Ինքը Մալաչիայից է, անունը Հարութ է, բայց ապրում է Մարսելում։ Գնացել է, այստեղ չի ապրում հիմա։ Մենակս հիվանդանոցում ունեցել եմ, մենակս դուրս եմ գրվել ու եկել եմ տուն։ Բայց այդ էմոցիա, դու ուզում ես մեկը գա, ես գրկի։ Այդպես ա եղել։ Երբ որ ես հղի էի, ինքը ինձ ասեց, ես չեմ պահելու, քեզ չեմ օգնելու, ասի, օքեյ, ես իմ համար եմ ունենում։ Հետո որ եկավ իմ ծննդաբերությունից մի օր առաջ հանդիպեցինք, ինքը ինձ ասեց, եթե դու ուզում ես երեխային ես պահեմ, դու պետք է հրաժարվես։ Ասեցի, այդ նույնը կարայի ապորտ անե, ինչի համար ունեցա։ Ու տենց ինքը ինձ շատ է ներվայնացրել, շատ ապրումներ, շատ վիրավորանքներ, չէ, շփում չունեմ իր հետ։ Բաժանորդագրվեք Արթաուսի YouTube-յան ալիքին։ Դիանա, հետաքրքիր է, կարող եք ինչ-որ քո իհարկե թույլատրության սահմաններում, չգիտեմ, ձեր տանը ցույց տալ ոնց է ապրում։ Շատ ծաղիկներ է ստանում։ Հաճախակի, այո։ Ես պատկերացնում եմ, Դիանա, այս մահճակալը ինչ անում գիշերները, հա։ Մենակ, այո, իմ տունը իրավունք չունի տղա գա, որովհետև իմ տանը երեխա է ապրում։ Այդ իմ քո կանոնն է գլխավոր։ ամենակարևոր կանոնն է։ Տեսնում ենք, մի հատ եկեք, տեսեք պարֆյումների քանակը։ Դժվար պատկերացնենք մի աղջկա, տեսնում ես ֆրանսիական, շատ հայտնի դուխիներ, արաբական հոտար անախնդրում, այստեղ սիճուկներ խնամքի պարագայի համար։ Հա, այստեղ արդեն տեսնում ենք Վալիկի ավտոկանգառն։ Սա հովանոցն է, սա Վալիկի ննջարանն է։ Քանի տարեկան է Վալիկը։ 3 տարեկան է։ Հիմա մանկապարտեզում է։ Հեսա մի քիչ հետո արդեն կգա իրան կդիմավորես, որ բան կպատրաստես երևի ուտելու։ Այս ինչքան խաղալիք է Սարդյաննա։ Այսքանը քիչ է, դեռ պարկինգում է մնացածը, քանի որ տանը տեղ չկա։ Լավ, ամենակարևոր հարցերից մեկը, ինչու Queen 6 Ես մինչև այդ գրելու, օրինակ ես տատու եմ ունեցել, ու միշտ չգիտեմ, խի այդ 6 թվերը ինձ դուր են եկել։ Անձնական հարաբերություններ կառուցելիս վախենում է, որ ապագա ամուսինը կարող է հիշեցնել նրա անցյալը։ Միշտ ուզեցել եմ հանդիպեմ մի տղամարդու, որ ինքն էլ երեխա ունի, ես էլ ունեմ, ինքը բաժանված, ասենք ես շատ մեծ սիրով համ իր երեխուն կպահեի, համ իմ երեխուն, բայց քանի որ ես կհիասթափվեմ, որ ինքը ինձ երեսով տա իմ անցյալը, այդ իրոք ես շատ Բայց եթե պայմանավորվեք, ասես դա այդ թեման չի լինելու։ Չի լինի, մենք մեր մենտալիտետի մեջ այն կա, որ ջղայնացած ես լինում, դու խայթում ես ամենավերջին ձևի, հայ լեզուն ուժեղ լեզու է, որ խայթած է, վсё։ Գիտեք, այն որ ծեծից ամեն ինչից ահավորը բառեր կան, որ երբեք չեն մոռացում ու ցավ են պատճառում։ Լավ մարդ գուցե չխաղանք, լինենք, մնանք։ Հա, բայց մի հատ ես հարց տամ էլի, այս շատ չես արել։ Հա դե ոչինչ, չի իշնում բանը հելա վերև, ես ալերգիկ եմ, մի անգամ փորձեցի հանեմ, Էրեբունիում պարկեցի ալերգիայով, կոկորդս փակվել էր։ Հայրի տակից տոպիկ։ Կակից տոպիկով եք մեկը։ Չնայած մենք ձեզ այնքան համարցակ տեղերում ենք տեսնում։ Ես չգիտեի, որ դուք համաչկոտ եք։ Հոգու խորքում դուք ուրիշ մարդ եք, այսօր բացահայտելու ենք ձեզ։ Բոլոր էքսցենտրիկներից ամենաէքսցենտրիկը Ռուզան Խաչատրյան, նույն ինքը King Ռուզին է։ Վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է։ Բլանկետներով չեմ կարող էլի հիշեմ, մանավանդ որ ես այդքան շատ նարկոս տարածված թե հիշողությանս վրա ազդել է։ Ինչի՞ ես այդքան նարկոս տարել։ Վիրահատություններից։ Ծնվել է նոյեմբերյանում, տեղափոխվել Երևան, հետո գնացել Անգլիա, հետո եկել Երևան եւ սկսել բլոգերի իր կարիերան։ Իմ պես մարդուն տենա ես եկել քննադատեի, բայց որ ընդեղ գնացի, արդեն իմ ամբողջ մտածելակերպը փոխվել է, էլի որ մարդուն պետքա չնայես իր արտաքինով, ես արտաքինով չեմ նայեմ, ուզում եմ տկլորել, դեմովից քայլի այդ մարդը կապ չունի, ինչ ուզում անի։ Բոլորը չեն կարող անեն, ինչ որ դու ես անում։
չգիտեմ, դուրս գալ հյուսիսային, չէ, տենց քայլել ու այդ մարդկանց ուշ ամեն մեկինը չի, նախ դա պիտի կարողանաս անել։ Հա, բայց ես ինձ կարում եմ անեմ, բայց հիմա օրինակ մի քիչ փակվել եմ, ընկերուհի եմ ունեցել, շատ մոտիկ է իր հետ, հետո ես ծանոթացրեցի իրան ու իր ընկերոջը, որ հիմա ընկերություն էին անում, հետո ամուսնացան, հետո իր այդ մարդը, այդ ում հետ որ ես ծանոթացել էի, սկսեց ասել իմ հետ չշփվի։ Հիմա նա չի ծանոթացնի։ Տարբեր վիրահատություններից հետո King Rose-ին կորցրել է առողջությունը։ Նրա օրգանիզմը հիմա ավելի զգայուն է։ Փոքրիկ միջամտությունն անգամ տանում է նորմայից ավելի ծանր։ Вообще ես իմունիտետ չունեմ, նորմալ բոլոր տատուներ ունեցող մարդիկ իմունիտետ չունեն, դիտենց, հա։ Արդեն ցավերը ես օրինակ շատ եմ զգում։ Այս վերջ վիրահատությունս օրինակ շատ ծանր եմ տարել, ճիշտ է, արդեն իմ վրա զգում եմ, էլի տատու էլ որ անում եմ, շատ է ցավում, ցավազրկողով եմ անում։ Այդ ինձ եմ։ Բայց ինչի ես գնում այդ Որտե սիրում եմ, չեմ կարա չանեմ։ Բայց այդ ամեն ինչ ուզել անելը, այդ ի՞նչ է նշանակում։ Հիվանդություն է դառնում ինձ թվում պրոստատի։ Որտեղ մենք բոլորս մեկ-մեկի պիտի զսպենք, չէ, որ ոնց ասեմ, մանավանդ որ մի բան է վերաբերվում առողջության։ Դե օրինակ ինձ ասում են, այ գնա կոնքերը, տել արա այս արափորը, տել հանի, այդպես բաներ են ասում։ Լիքը ասում են, հիմա մեկ-մեկ մտածում եմ անեմ չանեմ, հենա զսպում եմ, հիմա այդ King Rose-ի հայրը ձեռներեց է, մայրը բնապահպան։ King-ը խոստովանում է, որ մարդկանց իր մասին տպավորությունները արտաքին տեսքի պատճառով շատ հակասական են։ Ով իմ ընտանիքին տենում է, զարմանում է, ես մտածում ես որդեգրած եմ, էլի։ Դու դեղին ճուտիկն ես դեր ընտանիք։ Հա, էլի, տարբերվող։ ամեն ընտանիքից մի հատ պիտի գիժելնի, չէ, էդ էլ ես եմ։ Այդ ոնց են վերաբերում ընտանիքի անդամները։ Իմանք էլ են քննադատելներ չի շատ նորմալ են ընդունել ամեն ինչ, մինչև հիմա էլ ես հանկարծ ինչ-որ բաց բան անում եմ, այ շատ բաց չի, չեմ հասկանում։ Մամա ջան, այսքան տարի է հագնում եմ։ Դե համել ես 27 տարեկան եմ, էլի всё-таки ես եմ արդեն իմ կյանքը որոշում, ոնց հագնեմ։ Կարևորը իմ ընտանիքը գիտի ես ինչ ձևի մարդ եմ։ Առատ տատու, պիրսինգ, աչք ծակող հագուստ եւ շլացուցիչ մեյքափ։ Ահա եւ նա Երևանի փողոցներում, բայց պարզվում է արտաքին տեսքը որևէ աղերս չունի Ռուզիի ներաշխարհի հետ։ Ես քեզ որ առաջին անգամ վիդեոն տեսա, ասում եմ աստված իմ, այս աղջիկը երևի համ ծխում է, համ խմում է։ Պարզվեց դու այդ որևէ բանն էլ չես անում։ Դու քո արտաքինը ոնց ասեմ, ես քեզ ուզում եմ անկեղծել, որ նայում ես, ասում ես աստված, այս աղջիկը ամեն ինչի պատրաստ է, բայց միշտ ստացվում է հակառակը սովորաբար։ Մարման գետից հեռումն է։ Դու չես բան լինում, որ քեզ տեսնելուց միշտ այդ ռեակցիան են տալիս։ Դա դժվար բարիեր է։ Հիմա իմունիտետ եմ ձեռք բերել արդեն։ Հենց դա արդեն որ դες բաներ էլ ինձ չեն ասում, դες կարծիքի մասին չեն ունենում։ Արդեն նեղվում եմ էլի դրանից։ Նեզոր այդպես կարծիք միշտ կարակ ունենալ։ Մեկը հենց ինձ տենում են, ռեալ, խոսում են հետս երկու բար, այդ մարդիկ հեղափոխվում են։ Քո վիդեոներում մեկ-մեկ որ անցնում ես, իհարկե շատ տենց էրոտիկ է, շատ հետաքրքիր է ոչ ձեր հայտնի վիդեոները, որ տարածվում է, որ ուզում եք ջուր խմելու այդ պահին, որ զարմացած մարդիկ սենց ուզում են նայեն, հասկանան ինչա կատարվում այդ պահին, էլի, օրինակ ինչու եք անում այդ վիդեոները։ Как раз քննադատեն, ես տենց ունեմ իմ վիդեոները, նենց ինչ անեմ, որ քննադատվի։ Եթե քննադատվում եմ, համ ռեկ անգնում դիտումները, համ լայք, պետք ինչ անեմ, որ շատ կոմենտ գրեն, այ էդի է, էլի։ Հիմա ինչ կգրեն, ինչ են գրի։ Հիմա քանի տատու ունես։ 50 քանիսի 50 քանի տատու։ Հա։ Խնդրում եմ արի մի քիչ սենց էքսկուրսիա անենք քո տատուировկաներով։ Հա, բայց կնի նշանակությունն է չասել։ Նշանակությունը, որը ուզես կարող ես ասել, որը ուզես կարող ես չասել։ Այս ցուլը, որ ասում են եմ խփել, դա միշտ է դասաղին հետաքրքրում, դա ցելի տարի եմ զուտ դրա համար։ Ոչ մի բան մի փնտրեք։ Դեռ գրածա Jesus love me even with my piercings and tattoos, այսինքն Հիսուսը նաև սիրում է ինձ իմ piercing-ներով եւ տատուներով։ ինչ գիտես։ Դա Հիսուսը բոլորին է սիրում։ Ընդունում է, ոնց կարևոր է դա։ Հիմա թե այն մնացած ինձ կընդունեն, չեն ընդունի։ Մի դատի որ չդատվես։ Այո։ Ռուս, այդ քարտու տատուները all eyes on me։ Ես խփեվրետ որ։ Բոլորի դաշկերի իմ վրա, շատ ճիշտ խոսողը մասանջում ես։ 21-րդ դարի վարակիչ տատուների մասին կամ բազմաթիվ գիտական բացատրություններ։ Պարզվում է դրանք արվում են սովորաբար սթրեսային կամ հետսթրեսային իրավիճակներում։ Օպ, տանտախը։ Ես երբ որ շատ եմ ներվային անում ինչ-որ մի բանի վրա, ես միշտ գնում եմ տատու էի անում, այդենց
ցավերը հանգստացել մեկ-ով դրս ներվեր հանգստացել։ Իմ փայծախը օրինակ հեռացած է, էդել է էլի կոպտասը եւ փայծախը հեռացնում են, համարման մարդը ինվալիդ, ինքը տենց է համարվում, էլի դե մի օրգանը չկա։ Հա, իմ հեմոգլոբինը ցածր է եղել, ինձ արուն կորցնել չի կարելի, բայց ես որ տատուներ անում ինքը մեկը արուն տանում է, ես որ վիրահատում եմ էլի անում, բայց ես մեկը մտածում եմ ավելավա անեմ այն ինչս սիրտս ուզում է։ Հիմա դու քո արտաքինը արդեն վերջապես ընկել ես այդ տեղը, թե կարող է փոփոխություններ։ Դե տատուներ ես կավելացնում, չէ, երևի ուրիշ ոչ մի։ Դու թվաց կասես որ կվերացնի։ Չէ։ Չէ։ Ամառն եկավ ու իր հետ բերեց սպասում հաճույք։ Դու շատ ունես կավալերներ, որոնք ուզում են քեզ հետ ամուսնանալ։ Ես ում հետ որոշվել եմ, ընկերություն եմ արել ուղղակի կամ ո՞ն ցաղել ուզեցել եմ։ Ցաղը չմտածեք էլի շատ մարդ է։ Ովքեր որ եղել են։ Հա։ Պլաստիկ վիրահատությունների համար քեզ ասում են, չես այդքան արի, թե շուրթերը նայեք, վստահ եմ դու լսած։ Օրինակ շուրթերս այս անգամ ու դեմքս, դեմքս նենցը բան չկար արած։ Համարյա, ես շատ չեմ էլի ֆիլերան շուրթերս ես շատ արած, որովհետև ես երբ որ անում էի, անդադ նայում եմ հայլու մեջ, իմ աչքին անդադ փոքր է, թվում փոքր է, գնում ես մեծացնում ես, էլի տենց է, ճիշտն է, ճիշտ է։ Ունեցել ես անկեղծ զրույցներ այգի։ Որ իրան բացատրես, այն որ իրան վիճելուց հետո մի հատ անկեղծ նստեք խոսակ։ Ես կյանքում ինչ որ կապ չունի ընտանիքից, թե ինչ որ մեկին չեմ դնում բացատրում խեմես այդ ամեն ինչը։ Ես ապացուցում եմ այդ ամեն ինչը վիդեոներով։ Իմ վրի տատուներով։ Իսկ տանը չգիտեմ, վիդեոն գցեցի, հա, օրինակ ինչ որ բան, հա, իմացա, մամասում միշտ հենց վիդեո եմ գցում, մեկ է ուղարկում է Instagram-ից այդ վիդեոն, էլի դու սկսեցիր այս սաղանել, չեմ հասկանում։ Բաղուց դե սայթեր չունի, բայց մեկը իրան ուղարկում են, թե իր անգերներն են ցույց տալի։ Կա որ ուզում են իբր պապայի տաչքին լավ Երևան վիդեո ուղարկեն, տեսակ չի կրել ինչ էր անում։ Այո, բարեկամներիցս տենց եղել են, բայց ես բան չեմ արել, ոչ իմ անել ասել, ոչ է խորացել եմ, կարայի դնեի խորանայի, զանգել ինչ ասես ասեի, բայց իմ պապային, вообще իմ ընտանիքին հարգելը ես այդ ամեն ինչը չեմ անում։ King Ruzi հավակնոտ ֆրազը ինտերնետային հիթերի ցանկում է։ Հանրությանը հայտնի մեքենայի եւ Ռուզիկի համեմատությունը դարձավ իսկական բում։ Դե ինչպես միշտ իմ ֆրազան ասեմ, էլի մեկ ես եմ մասածրում, մեկ է Յաշիկը։ Ռուզիկի եւ Յաշիկի կապը կորավ այն ժամանակ, երբ King-ը առիթ ունեցավ նստելու մոդայիկ թանկարժեք ավտոմեքենան, որն էլ փոխեց նրա պատկերացումները հայտնի Յաշիկի մասին։ Բայց Յաշիկը էլ չէ, ես Յաշիկ քշեցի, հիասթափվեցի Յաշիկից։ Ուֆ, էդի что բրավտո я, քշում ես դենը բրոցը գլուխս տարավ։ Դե որ անցել տեսել եմ շատ են ծառվում, կապ չունի կանայք, տղամարդիկ, կնանիկ իրանց մարդկանց հետ, կապ չունի։ Ընտանիքով քայլում են կալյասկեն են, երեխեք գնում է։ ծառվում է։ Ռուզա, դե կներես, ես օրինակ հյուսիսային եմ, ես քեզ նայի, ուզում ա գերդաստանից են ես գնայի։ Բայց տեսել եք, որ գնում են քեզով պետք է նայի։ Ու հենց այդ ասողան հենց նայում եք եղել էլի։ Քեզ դուր է գալիս, որ նայում են քեզ։ Հա, եթե չնայեմ, ես իմպակտ կստանամ։ Ամենադաժանը նա է, որ համացանցում դու ինչ ներբեռներում ես տեսանյութ, ինքը երբեք չի վերանում։ Դու պատկերացնում ես քեզ։ Մեկը մի շաբաթ հետո մոռանում է։ Մոռանում եմ, բայց չի վերանում։ Հա չի վերանում։ Ես մատուցողել եմ աշխատել, ֆրեշնոցում եմ աշխատել, այդ ֆրեշնոցները, որ հետո հայտնի, այտենց մոդա դարավ աշխատել, դա սաղ ինձնից է դուրս եկել, այդ ես եմ ֆրեշները գովազդել եւ այլն, այդ սաղ ինձնից դուրս եկավ, ամեն ինչն էլ ինձնից դուրս եկավ, որտեւ ամեն մեկը չի էլի գնում ակումբներում աշխատում, ես ինչ մամաս չթողեց, պապաս չթողեց եւ այլն, այդպես բաներ։ Ախպերս չթողեց, բայց 10 Ո՞նց ես գնում այդ ակումբներ ու ալկոգոլ չօգտագործում ու չես ծխում։ Հասկանում ես, այդտեղ բոլորը ծխում են ու դու մեկը այդ օդից վատ եմ զգում, անկեղծ ասած շատ վատ եմ զգում։ Հենց ինձ ավելի ակնած ծխողներին ավելի ակնած, քան ծխողներին, այդ օդը շնչում է։ Ալկոգոլ չես խմում։ Ալկոգոլ ընդհանրապես չեմ օգտագործում, խմել եմ, փորձել եմ, չեմ ասում ալկաշացել եմ, հա, այդպես չի եղել։ Ուղղակի կում եմ արել, դուրս չի գալի։ Գինի է, կոնյակ էլ ամեն ինչ դուրս չի գալի։ Սկանդալների պակաս չի ունեցել, բայց հիշում է ամենաթեժ կռիվը, որն ավարտվեց դանակահարությամբ։ Ուղիղ եթերում նրան հայոյելուց հետո, բազմաթիվ զգուշացումներից հետո King-ը գնաց վճռորոշ քայլի։ Զանգեցի խոսացի այդ աղջկա այդ նորմալ։ Ինչ ասիր, ոնց էիր բացատրել։ Նորմալը խոսացի այդ, ասեցի ինչ ես հայերեն անում, մենք իրար հետ լավ ենք եղել, հացի ենք նստել իրար հետ, ես քեզ ճանաչում եմ, դու էլ ինձ ճանաչում, ինչ ա եղել էլի։
Դες ասաց всё օքեյ է, սա այլ բան չեմ ասի, հետո հաջորդ օրը ոնց որ այդ օրվա հաջորդ առավոտ էլի քվում էր եւ այդ աղջկան հրահրել են իմ դերում դրում, կարա դից լինի, էլի։ Այդտենց Այդ պատմությունը դառավ դանակահարություն։ Հա, դառավ դանակահարություն։ Տղաները, որ միշտ ասել են, խոսքի վայ ինչ TikTok, եսի միշտ բաներ, հիմա ավտոից դուրս է գալի, եսի միշտ մտնում ավտոյի մեջ, երկերի տագյանում, տենց եսի ինչեր են անում, ես կուզեի մեկ է տաղեքը չլինեն, էլի, իսկականից սայթիրում չլինեն, գնացեք, աշխատեք, տուն պահեք, դրանից ճիշտ բան չկա, ես որ տղա լինեի, պննոկյայից բացի, ուրիշ բան չկա, ես մի քիչ ուրիշ դերում, էլի, մտածում կաղասած նային, վայ, եվրոպական է քո սթայլը։ Ում ես պատկերացնում քո ամուսինը ով է լինել։ Կուզեի ինքս ստատուներով մեկը լիներ։ Հայ, բայց հայ եմ ես սիրում։ Այդ եղել է սայրահեղ սիրահարվես։ Այն որ սենց կորցնես քեզ։ Հա, եղել է։ Սիրահարվելուց մենակ չէ, կապվածությունից եմ ինձ կորցնում։ Կապեմ, ուղղակի կորցնում, ես շատ շուտ կապվում եմ։ Ու ո՞նց է արտահայտում, որ այդ ինչեր է սա էմոցիոնը։ Այդ որ տենց Հա, որ կապվում ես, սիրահարված ես։ Այդ ասեցի դες, խնդրում եմ փակ հագնեմ, անկախ դառնում ես լրիվ տանկին եմ դառնում։ Ուրեմն քեզ պետք է շտապ ամուսնանալ։ Չէ, լավ 27 եմ, էլի 30-ում եմ պլանավորում, 30-31։ Հիմա գնանք հյուսիսային մասը ծռենք, չէ, արտադրան։ Art House։ Բաժանորդագրվեք Art House-ի YouTube-յան ալիքին։ Պիտի խոստովանեմ, որ հիմա բոլորը քեզ են նայում, Ռուզան, տենց մոռացել, որ ես ախ կյանքս հեռուստատեսությունում եմ, հայտնի մարդ եմ, ով է հիմա ինձ ուշադրություն դարձնում քո կողքին։ Խամրում են բոլորը։ Հիմա դուք ասեք, տեսեք, որ ինձ նայում են, ուրիշ վաղ խոման եմ գրում, քեզ ով պետք է նայի։ Հենա նայում են, հետևի երեխեքը նայում են, օրինակ, տեսա նայում են իրանք։ Գնանք եմ պուլպուլակների մոտ։ Թուջը ուտումը բգինը կայնում, մեկը մի անգամ տենց էր եղել, մի անգամ մեկը նայեց նայեց գնաց հակավ ստոլվեն։ Որն է քո նպատակը։ Օրինակ հիմա բանը, որ ես իմ սեփական տունը ունենամ իմը, էլի։ Կանխավճարի համար փոխհավաքել ես։ Հա, բայց ես մտածում եմ տենց կանխավճարով չառնեմ։ Մի անգամից։ Ես միշտ մի անգամից եմ առնում ամեն ինչը։ Հիմա Art House-ում նկարում ենք King Cruise-ի հետ տրենդ, որպեսզի մեր վիդեոները դուք օգնես, որպեսզի մեր հաղորդումը տարածվի, մենք դառնանք պոպուլյար ծրագիր սոցիալ մեդիայում, պայմանավորվել ենք։ Հիմա տրենդ ենք նկարում իրար հետ։ Ես այնքան քննադատել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ հանդիպել։ Ես Գնանք նույնպես։ հարցազրույցի։ Մենք անդադ պայմանավորվում ենք ու չէ ստացվում։ Վերջապես ստացվեց։ Լենան համացանցում հայտնի է վերջին 1.5 տարում։ 28-ամյա բլոգերը մասնագիտության մանկավարժ հոգեբան է, ծնվել է Էջմիածնում, ապրել Ռուսաստանում, հետո նորից վերադարձել հայրենի տուն։ Հոգեբանորեն ամուր լինելու հարցում շնորհակալ է ընտանիքին։ Փոքրուց այնպես եմ դաստիարակել, որ ես ամենալավն եմ, ամենագեղեցիկն եմ, ամենախելացին եմ ու նման տեքստերով ես գիտեի, որ ես ամենախելացին եմ, ամենագեղեցիկն եմ, ամենան եմ։ Նեղվել եմ այսօր առավոտից։ Մի քույր ունեմ, ինձնից փոքր է 6 տարի։ Նման է ձեզ։ Ֆիզիկապես նկատի ինքը բավականին բարձրահասակ է։ Ես ամեն ոճի բարեր հորինել եմ 18 տարեկանից։ Փոքր տարիքում մենք երբ որ արդեն կարես խնդիրը մեր ընտանիքը ամեն ինչ արել է,
եւ գենետիկայի անալիզներ եւ այլն թե հորական կողմից թե մորական չի հայտնաբերվել, այսինքն ժառանգաբար չի փոխանցվել ինձ։ Բժիշկները չեն կարող ասել հստակ պատճառը, բայց ենթադրաբար որևէ բան հղիության ժամանակ ինչ-որ մի բան այնպես չի գնացել ու նենց է որ ես ծնվել եմ բժիշկները որ տեսել են ասել են առողջ բալի կա ոչ մի խնդիր չեմ ունեցել արտաքնապես ֆիզիկապես ինչ-որ խնդիրներ չի եղել 3 տարեկանից սկսած նոր իմ մայրիկն է նկատել ու տենց ոնց որ տրիվոգայի արել արդեն ասելա չէ ինքը իր բոյը քիչ է Լենայի Արորյան հագեցած է նկարահանումներով, հանդիպումներով, ցածրահասակ լինելը նրան խանգարում է տեխնիկական եւ կենցաղային հարցերում։ Մահարանում ինչ-որ մի բան վերցնել, հա, բաժակ վերցնել կամ ինչ-որ մի բան, կամ չգիտեմ, մամաներն եմ լվում, ես փոքր աթոռիկ ունեմ, տենց դնում եմ, լվանում եմ։ Տենց խնդիրներ լինում են։ Տարել եմ 2 սրտի վիրահատություն, մեկը անցած տարի, նաև ունեի սրտի արատ բնածին, բժիշկները ասում են իհարկե իմ հիվանդությունը, ցածրահասակությունը միշտ իր հետ ունենում է, հա, իր հետ ուղեկցող որևէ խնդիր է բերում։ Իմ դեպքում եղել են սրտի փականները, որոնք որ վիրահատվել է։ Հիմա փառք Աստծո շատ լավ եմ։ Վատ կոմենտները, դրանից դեպրեսիայի մեջ ընկնելը, ծանր ապրումները Լենայի մասին չեն։ Պարզ մաթեմատիկական հաշվարկի շնորհիվ կարողանում է անտեսել այդ ամենը։ Աշխարհում կա 8 միլիարդ մարդ, իսկ ես նստեմ մտածեմ, ինչ եմ մտածում այս մեկը իմ մասին, ինքը այնքան պարապա, ինքը այնքան ինքնակրթությամբ չի զբաղվում, որ նստած ինչ որ հիմարությունով է էլի զբաղվում, տիպը գրում է։ Ինձ ոնց որ կողքից ասեցին, տիպը դիտքան էլ հեշտ չի, կարաս դու էլ արա, դու էլ հավաքի տիպը պատվիճիկներ բանա։ Ասի օքեյ։ Ու տենց սկսեցի նկարել, դետը 2 ամսում ինձ 40,000 է եկել։ Համեցեք, ներս ավելի շատ է։ Անձնական կյանքի մասին ժպիտով է խոսում։ Ունեցել է կյանքում սիրահարվածություններ, հանդիպումներ, բայց առայժմ լուրջ առաջարկ եւ ռոմանտիկ հարաբերություն չի կառուցել։ Իմ անձնական կյանքը միապաղաղ է։ Չունեմ իհարկե հիմա ես boyfriend, в принципе, երբեք չեմ ունեցել։ Դե 28 տարեկան ոնց էլ չլինի սիրահարված կլինեմ։ Եղել է դեպք, որ ինձ են սիրահարվել, ես չեմ սիրահարվել այդ մարդուն եղել է հակառակը։ Յուրաքանչյուր մարդ աշխարհում ապրում է այդ սերը զգալու համար, սերը շատ կարևոր մոտիվացիա է, բաղադրիչ է մեր կյանքի, բայց դե եթե սարքես դու տենց քո կյանքի իմաստ, որ դրամ ուզենաս, ինձ թվում է կտանջվես։ Այս տան մեջ ով կա ասեմ երգ դնի, մի հատ փոխեք այս երգը։ Իմ կյանքում եղել է դեպք, մի տղական որ ցածրահասակ էր ու ոնց որ ինձ գրում էր, զանգում էր, տենց անընդհատ ինքը Ամերիկայում էր ապրում։ Ինձ անգամ ասում էր ես գամ, մենք այդտեղ ամուսնանանք, որ քեզ բերեմ տստեղ։ Ինչի՞ չես համաձայնում։ Ես շատ վատ մարդ եմ այդտեղ եղել ու ասացի որ չեմ Բախտը կարող։ ձերից գնացել է։ Կտրված ձենով բախտ։ Չէ, իրականում ես շատ վատ ձևով ասել եմ տիպը ես չեմ կարող քեզ ուզեմ, որտեղ դու ցածրահասակ ես։ Չեմ հավատում Լենա։ Չեմ հավատում։ Դե իրականում տրված էմոցիաները։ ինքը շատ լավ մարդ է, բայց չգիտեմ, Բայց դու չես սիրտս չի կպել։ Բայց դու չես ուզեցել ցածրահասակի հետ։ Ահա մազնի շատ ավելու արդիճան։ Ինչու չես Որ ուզել։ карма настигнет меня։ Սոցիալական մեդիան նախևառաջ տեսքն է սեքսուալ եւ առինքնող վիդեոները, թեև Լենան դա չի շեշտադրում, բայց եւ չունի հաջողախոսության պակաս։ Ես որ նայում եմ վերջում, ինձ վատիկը չեմ արժե sense միտեղ գնալ է։ Սեքսուալիզմը դու գրում ես որպես վյուի միջոց։ Եթե իմ կոնտենտը տեսել եք, ինձ թվում է Մաչկա։ կա բացարձակ։ Կարա ստորիներում լինի, կարա։ Չէ։ Ինքս չեմ ուզեցել երբեք ու չեմ էլ համարել ինձ բրամ տենց սեքսուալ աղջիկ։ Իրոք ես չեմ Ցածրահասակի սեքսուալը կա։ Իհարկե կա։ Բայց կարծիքներ շատ եմ լսել, որ օրինակ ինձ հենց արական ծեր ներկայացուցիչներ ասել են, որ դու շատ սիրուն ես, շատ սեքսուալ ես, բայց ես ինձ զարմացել եմ, դեռ տիպը ես երբեք ինչ որ այդ տեսանկյունից ինձ չեմ ներկայացրել, հա, ու ոնց են իրանք մտածում, ինչ են եկել այդ կարծիքին, որ ես սեքսուալ եմ։ Դու համ ասում ես, համ կարմերում ես։ Այդ դա ասելու։ Ինչի դու քեզ չես պատկերացնում սեքսուալ։
Քո դիմագծերը ներողություն շատ սիրուն է։ Քո հասկանում եք դա հասկանում եք, բայց քո բենքին որ նայում ես սիրուն աչքեր, ձիգ, մի քիչ ասես։ Ինձ ոչնչացան չինացի։ Ես խաղ աչք, ու ճուրքի, անտանելի սիրուն ժպիտ։ Բայց ո՞նց է լինում, ինչու դու քեզ չես զգում եք։ Չգիտեմ, ես որ ինձ չեմ ներկայացրել երբեք ինչ-որ սեքսուալության տեսանկյունից, չեմ մտածել, որ ինչ-որ մեկը կարող է անցալու որպես սեքսուալ աղջիկ։ Դե չեմ պատասխանում, չես ճուգում, չեմ զուսամ։ Ես գիտեմ, որ ես շատ սիրուն մարմին ունեմ, ես պրես ունեմ օրինակ փորի։ Հա, ես չեմ ամաչում դրանից, ես ամառը միշտ գրեթե այսպես տոպիկներով եմ։ Հիմա մեզ ցույց կտաս։ Թե ձմեռը եկել է, ես ձմեռը չեմ պարապում։ Եթե դու ձմեռն էլ պես ունես, մի վերո։ Պես ունի։ Բա։ Պարապում ես։ Այո, ես տանում եմ պարապել, ես հենց զգում եմ մի քիչ օրինակ չաղացել եմ դաժե, ես հետևում եմ անպայմանից, որտեվ գիտեմ, որ ցածրահասակ լինելով մի հատ էլ եթե ես գիրանամ, ինչ որ փոքր կալավոկ կլինի։ Ոնց ես քանի Օձեր գալուց առաջ հենց նոր մտազուգարան դրանից հետո հաճ ինչ-որ բաներ ինքն է մեղավոր Այնց դու ես մեղավոր դու Ես ներ չեմ հավաքի չհասրեցի արտակ Ոչինչ, սենց ավելի ուրեմն դու բնական վիճակում ես Դա քո նորման է Դա նորմայից մի քիչ լավ է ես կասեի որտեղ ընթացքում են հայկական տարբերակով վերցրեցի ինչ կա սենց Սենյակ դուրս հագեցի Բլոգերների եւ տիկտոկերների աշխարհում ամեն ինչ չի սկսվում եւ ավարտվում հետևորդների կամ դիտումների քանակով։ Քչերն են նրանցից, որոնք բարձրաձայնում են հանրային հնչեղություն ունեցող հարցեր։ Օրինակ մարզային մանկապարտեզներից մեկում անարդարացիորեն հեռացրել էին մաքրուհուն։ Միայն Հայկի հրապարակումից հետո այն տարածվեց լրատվականներով եւ վերականգնվեց տիկնոջ նկատմամբ գործած անարդարությունը։ Ու ամենահայտնի բլոգեր, ամենավաուն առաջի տեղում, որ անգերազանցելի է։ Դու ասես որ ասեմ ես, չէ՞, ամբողջը տարվում է դեպի նրան։ Նայած ինչ կրիտերիաներով։ Կարող եթե առանձնացես ավելի նեղ շրջանակ, կարամ ասեմ։ Հենց ասեցիր կրիտերիաներ, մեր հաղորդումը ընդհանուր սոցիալ մեդիայի դեմքերի մասին է։ Մարդիկ, որոնք աչքի են ընկնում իրանց վուլգարությամբ, հա, այսինքն որ նայես վիդեոները, ասես ուշად տարածված է պոպուլյար։ Դուք իրենց հետ հարցազրույց Իրանք դեմ չեն, պատմել են այդ աշխատանքի մասին։ Queen 666 ճանաչում ես։ Շատ հայտնի TikTok-ում անգամ մեր անվտանգության աշխատակիցները ասեցին երբ է լինելու այդ հարցազրույցը։ Մյուսը King Rosina, ինքը էքսցենտրիկների մեջ ենք իրան տեսնում։ Ինչ կարծիքի ես դու։ Համաձայն եմ ես։ Հենց իր տատուիրովկաներով, իր տիպաժով առանձնանում է, որ թերթում ես իրան մենք առանձնացնում ենք։ Համաձայն եմ էքսցենտրիկների մեջ ինձ թվում է իմ համար էլ ակնառոյ իր օրինակը մի վարքյան կներեք զուտ գանձը ձեզ չի թողել որ դուք հարցազրույց չէ հիմա ձեր կուրտկենա վնասելու եւ դու գնաս սենյակը Մեր մյուս կատեգորիան, որ անկախ կյանքի եւ առողջական դրությունից, անկախ մարմնի ձևից, հա, եւ որ տարբերվում ենք, չգիտեմ, Ելենային ենք նկարելու բլոգեր, գիտես իրան։ Որ Ելենայի մի քանի կա։ Ելենա Վարդերեսյան։ Հա, շատ որը որ հաղթահարեց պոպուլյար, ճանաչում են գովազդներով, այդ զբաղվում եւ այլն։ Որ կրիտերիայի մեջ ես տեղավորում։ Որ կրիտերիայի մեջ ես դու տեղավորում։ Սեքսուալիզացված եւ Հա, մեզ ինտերվյու չի տվել թութու լավան, մեր մյուս կրիտերիան հիմա կասեմ ինչու թութու լավան ինտերվյու ժամանակ ասեմ, մեկ է մեզ ինտերվյու չտվեց Աշոտ, ասվեց վերջին շրջանում այնքան եմ ինտերվյու տվել, ոչինչ չունեմ ասելու։ Մյուս կրիտերիան է Աշոտին ինչու, որովհետեւ տղաների մի խումբ, որոնք պարոդիաներ են անում կանանց տեսքով եւ դրանով են պոպուլյար։ Շատ ճիշտ եք խմբավորել։ Այս դեպքում հարց առաջանում ես որ հիմա դուք որտեղ եք այս մեր կրիտերիաներում։ Չգիտեմ։ Ես ավելի շատ քեզ տեսնում եմ ինֆլուենսեր, որը ամենակարևոր բանը որ անում է, ժամանակ հանրային հնչեղության թեմաներ ես վերհանում, դա ամենակարևոր բանն է, որ դու անում ես։ Արի փաթեթավորենք, ու ասենք սոցիալական ինֆլուենսեր։ Սոցիալական ինֆլուենսեր, օքեյ։ Լավ կզգամ ինձ եթե մարդիկ իրոք մտածեն, որ դա ճշմարտություն։ Թութուլավայի հետ էլ ուզում ենք հարցազրույց անենք, ոչ թե որ շատ սիրում ենք թութուլավային, ընդհանրապես իրան մի քանի հարցեր ունենք։ Ժամանակակից տեխնոլոգիան անկախ կրթական աստիճանից միկրոֆոնը փոխանցեց սովորական մարդուն, այդ թվում թութուլավային։ Հավատացյալ դիրքավորվող Էդգարը աղոթքին զուգահեռ
անթաքույց կարևորում է փողը։ Այս 1 միլիոնը հենց քո փողն է։ Ավելին, մարզային ուղևորությունների ժամանակ չի խնայում մի քանի 100,000 դրամ, որը բաժանում է անապահով ընտանիքներին։ Սա գուցե համարվեր բարերարություն, եթե չուղեկցվեր ինտենսիվ նկարահանումներով։ Ատին ասի մի քիչ հետևիցս գալիս է փոխտան։ Աստված ջան։ Կարելի է արդյոք գումար բաժանել ժողովրդին, որպեսզի դառնան սիրելի։ Չգիտեմ, բարձ հարց ունենք, դու ինչ ես մտածում, որպես այս ոլորտում մի քիչ ավելի թրծված բլոգեր։ Մի քիչ է դա արդեն հասկացար, որ մենք տեսնում ենք ավելի շատ։ Չեմ կարծում, որ հիմնավոր է, չեմ կարծում, որ արդար է եւ չեմ կարծում, որ որքան էլ դրա կարիքը կա, պետքա գնալ քայլերով, որը ինչ որ ձև ենթադրում է աուդիտորիան, հա, որտեղ հիմա շատ ավելի շատ բաներ կարաս անես, որը զուտ ոչ թե ինչ որ բան է տալիս, այլ ուղղակի բավարարում Կյանքս Քեզ ես կոնչոր պողոտ ես կոնչոր չի Դու ես կոնչոր ես Այս բլոգերին կարելի է շատ քննադատել, բայց ամենահակասականը նրա մասնակցությամբ Կրիստալ անվամբ սուրճի գովազդն էր, դեռահասների մասնակցությամբ։ Вообще կրիստալ փորձել ես։ Կուզես փորձես։ Ամեն ձև կարելի է մանիպուլացնել ու պրոստը առերեսվում ես հասարակության իրական պատկերի հետ։ Երևի դրա համար է որ մարդիկ TikTok-ը ատում են, որովհետև ոչ թե կա ավելի շատ բադ կոնտենտ, այլ կա ավելի շատ արտացոլում այն ամբողջ գաղափարների իրականության արժեհամակարգի, որը մեր մեջ տիրում է, բայց որ ամենքս մեր բաբլների մեջ ենք, օքեյ, եկեք այդ չտեսնենք, բայց երբ որ ցույց են տալիս քեզ, հա, հասկանում ես ու չես ուզում համակերպես դրա հետ, ավտոմատ սկսում ես ատել երևույթը, որ ցույց է տալիս պարզապես։ Նրանք անպատիժ են մնում, քանի օրենք այս առումով որևէ բան չի սահմանում։ Միայն ՊԵԿ-ը նրան տուգանեց 100 միլիոն դրամով հարկային չարաշահումների համար։ Ես պատրաստ հանուն լայքի ես։ Դե բարձր social media-ն լայք եւ view։ Ամեն ինչ դրա շուրջն է պատտվում, ճիշտ է, չէ՞։ Պատրաստ եմ ստեղծագործել ու ստեղ խնդիրը արդեն գալիս է, թե որքանն է ընդունելի, որքան ընդունելի չի հասարակության համար, հա, որովհետև յուրաքանչյուրս ունենք մեր արժեհամակարգը, որի շրջանակներում արդեն կառուցում ես քո կոնտենտը։ Այս ֆոնին մյուս բլոգերները դառնում են ավելի ընկալելի իրենց կոնտենտով, թեկուզ որ ցուցադրաբար ներկայացնում են գռեհիկ, բաց տեսարանով կադրեր։ Ես բմբուլիկ եմ ինձ գում։ Սիրուն աղջկա տեսնում ես, որ ամենաբաց ձևով իրեն քննադատում, բայց դա հասկանում ես։ Այս բարակայում կա սիրուն մարմնով տղա, ուզում հասկանամ։ Դու նաև դրա մեջ ես տեղավորվում, հենա, պրոտեինը քո հետևում, այդքան պրոտեին։ Այսքանը դու խմում ես այսքան պրոտեին։ Իհարկե, մի ամսվա ընթացքում։ Մի ամսվա այն մեծը սևով։ Այո, մեծը սևով։ Ես գիտես, սա քո բնակարանն է, բայց փաստորեն Վարշավայում ես։ Քանի տարի է որ բլոգինգով ես զբաղվում։ 6։ Ինչու ես Վարշավայում։ Որովհետև ես տեսնում քո էջը ուսումնասիրել եմ, դիք այդքան ռեկլամներ ես անում։ Այո։ Այդքան ռեկլամ որ դու ես անում, դու հիմա պիտի մի հատ լավ բնակարանում, տենց, չգիտեմ, քոնը լիներ, սա շատ լավ բնակարան է, բայց ես շատ կուզեի, որ դա քոնը լիներ այդքան ռեկլամից հետո։ Մերսի քո անկեղծ ցանկության համար, իմ դեպքում էլ ֆինանսի հետ կապված ես ուրիշ ոչ թե ռազմավարություն, այլ մտադրություն ունեմ, որ հիմա իմ գումարի աշխատած մի մասը пассив եկամուտ է, ես արժեթղթեր եմ ձեռք բերում, ես ավանդ ունեմ, այսինքն ես ավելի դիվերսիֆիկացում այլ տարբերակներով, քան մեր հանրության մեջ ընդունված է, հա, որովհետև միակ կապիտալի ձևը մարդիկ պատկերացնում են դա տունն է, առնես, վարձոթաս եւ այլն։ Չէ, որովհետև մենք ֆինանսապես գրագետ չենք բոլորով ու արդյունքում միակ միջոցը որ տեսնում են ու պապենական եկած թվում է թե հենց ամենաճիշտ տարբերակը դա է։ Ասեմ տրուսիկի պրիվետիկի, որոնք գնիրեք, ուրեմն այսպես երեխեք։ Սոցիալական մեդիա եւ արժեհամակարգի մասին։ Յուրաքանչյուր ինֆլուենսեր ինքն է որոշում այն Ռուբիկոնը, որը կարող է կամ չի կարող անցնել։ Միանգամից ռեկ են ընկնում նրանք, որոնք գուցե ունեն առողջական խնդիրներ եւ զվարճալի են լսարանի համար։ Աշնեն ես չարբախցի, չհանեք ինձ հունից։ Ռեկում հայտնվում են ինքնակոչ գուշակները, որոնք թվերով, աղոթքներով, տարոք հարտերով կանխատեսում են ապագան։ Յուրաքանչյուր թալիսման պատրաստվում է անհատական ձևով։ У тебя есть чучулик, но ты несчастлива. И ты не знаешь почему. А я тебе скажу почему. Ռեկում լինում են Սփյուռքում ապրող անկաշկանդ կանայք, իրենց հանճարեղ խորհուրդներով։ Если мужчина в своих отношениях предлагает вам только свой, то, девочки, пошел нахуй.
Նրանց շարքերում ավելի վտանգավոր փորձարարական խորհուրդներով տարատեսակ դեղամիջոցներ կամ վիտամիններ առաջարկող բլոգերներն են, մոռանալով, որ վիտամին կարելի է նշանակել բացառապես բժշկական զննություն անցնելուց հետո։ Վիտամին D անհրաժեշտ է ոսկրերի ամրության, իմունային համակարգի կարգավորման եւ տրամադրության համար։ Ձեր դասատուն Սուսաննա Կացիչկովան չի եկել։ Եւ իհարկե համացանցում առանձին տեղ են զբաղեցնում կանանց կերպարներ մարմնավորող երիտասարդ տղաները, որոնք նմանակում են կանանց կենցաղը։ Ես էլ եմ այդ կինն եղել, ես էլ եմ մարդ բերետարել։ Մեկի լիստ հագը տեսա, չդիմացա։ Եվ իհարկե այն կանայք, ում նմանակում են այս տղաները, նրանք նույնպես մշտական ռեկում են, պարոդիստների օրիգինալ տարբերակները նույնպես հայտնվում են ռեկում։ Մամա պապայի մասնակցությունը ցանկացած տեսանյութում ինչ որ մեկի կողմից անընդունելի է, որովհետև ինչպես կարելի է, ոնց կարելի է եւ այլն եւ այլն, այնպես որ մամա պապային էքսպլոատացնելը Որասում են ոնց կարելի է, հայ, մամային պապայի վիդեո։ Այսինքն ստե մի հատ կրիտերիա կա, թե նայում ես մաման ու պապան այդ հաճույքով են անում, եթե իրանք դրանցից բավարարություն են ստանում, այլ ովքեր են մնացածը որ խոսեն։ Ես դրանով եմ առաջնորդվում, ես գիտեմ թե ինչքան հաճելի է այդ process-ը, ես գիտեմ որ մենք բոլորով գումար ենք աշխատում, բոլորից դա բավարարում է։ Հայկ Մկրտչյանի կոնտենտում նրա ծնողները հիմնական գործող անձինք են։ Վիդեո պատումներում նրանց կարող եք տեսնել ամենաանկանխատեսելի իրավիճակներում։ Վերջ, սրանից հետո էլ դրանից կոֆե չուզել։ Այդ վերերի համար դու գիտես ինֆլուենսերներ ինչքան փող կուզեին։ Այո, ես դրա համար ավելի, եթե ինչ իմ գովազդը տարբերակված է, որտեղ մենակ ես եմ ավելի էժանակ, որտեղ էցիկի։ Այո, տնեցիկով մի քիչ տանկարժ։ Քննադատությունների ալիք բարձրացավ կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի գովազդը, այն դարձել էր համացանցի քննարկման թեմա։ Մալն է, էլ ինչ կա ուտելու։ Զզվացրիր, ինձ էլ կեր բրծի։ Այս սմետանով ավելի համով է։ Միդեպ ավելի լավ ռեկլամ այդ կամպանիան քեզ պիտի մի քիչ շատ վճարեր։ Չգիտեմ, դրանից լավ ռեկլամ, որտեղ դու տեսար ինչ կատարվում։ Համաձայն եմ, բայց դե նաև նույնն է, որ ցանկացած դեպքում կա միշտ երրորդ կողմը։ Մամային, պապային ծաղրածույ է սարքել, իրանց հաշվին գումար է աշխատում, ոնց կարելի է անթույլատրելի է, մի խոսքով, սենց նման օրինակներ։ Կարծրատիպ էր, հա։ Տնեցիք ոնց են վերաբերվում դրան։ Ոյ այնքան հաճելի է, որ եւ մաման եւ պապան այլն հումորալ մարդիկ են, ինձ վերևում են։ Իհարկե, շատ մամաս գյումրեցի է, պապաս բանանցեցի է, բայց դա չի խանգարում։ Պապան էլ է հումորը։ Ամսական ինչքան ես վաստակում։ Շատ։ Դա որն է։ Լավ, օքեյ, նվազագույնը 4 միլիոն։ Նվազագույնը 4 միլիոն։ Դե դա շատ է հայկորն։ Դա դե այդ պարագայում դու պիտի բնակարան ունենայր պլյուս արժեթղթեր։ Եվ հուսանում չի եմ բնակարան կունենա։ Ինչ ես անում 4 միլիոն դրամ։ Ներդրում։ Եվ երևի վարում եմ կենսակերպը, որը հիմա Հայաստանի պայմաններում իրականում Հայաստանի պայմաններում ապրելը բավականին թանկ է այս այն կերպը արդեն, եթե դու փորձում ես օրվա ընթացքում մի քանի անգամ դրսում սնվել կամ քեզ թույլ տալ որևէ միջոցառումներից օգտվել եւ այլն, բայց ես նաեւ շատ ֆինանսապես գրագետ եմ, որտեղ ունեմ տնտեսագետի կրթություն, ոչ թե ուղղակի գովալու ինձ, այլ գիտեմ թե ոնց վարվել գումարի հետ, որ հետո գումարը մտնի շրջանառություն։ Բլոգինգը նաև հնարամտությունների հարթակ է։ Հայկի վիդեոներում նկարահանվող Էվան տպավորություն է, թե Հայկի նշանածն է կամ ամուսնացած են եւ ընտանիքով մեկնել են ճանապարհորդության։ Պարզվում է այդ ամենը միֆ է, լսարանին ինտրիգով պահելու լավագույն ձևերից, որն աշխատում է սոցիալական ցանցում ել ավելի շատ լայք ստանալու համար։ Ես գիտեի դուք ամուսիններ եք, բայց չէ, լայքի համար եք։ Ամենամոտ ընկերներ ենք ու եւս մեկ անգամ այո, լայքի համար աշխատումը կարող եք օգտագործել ձեր մոտ ընկերներ։ Այսպիսին էր հայկական սոցշուկան, մենք փորձեցինք տալ հնարավորին չափ լայն սպեկտոր մարդկանց, օգտատերերի, թրենդերի և ռեկերի մասին։ Սա Art House-ն էր, անկախ, անաչառ և փորձարարական։